Բարև հայ ժողովուրդ։ Հերթական վիկենդն է մեր համար Բելգիայում։ Իմ համար վիկենդ է, երկուշաբթի է, բայց իմ համար վիկենդ է, քանի որ ես երկուշաբթի օրը չեմ աշխատում։ Գնում ենք առևտուր անենք սանտանիքով, պստիկներով։ Մի քիչ դժվար կլինի պստիկների հետ, բայց դե միասին գնանք, երևի ժամանակ կլինի միտեղ մի քիչ ման կգանք, որովհետև նայեք ինչ լավ եղանակ է այսօր Բելգիայում, արև, ընդհանրապես այս շաբաթ լավ տաքարները մինչև 17 աստիճան։ Հալոն այստեղ։ Զատնի քշի հելի, վсё։ Ինչ գնացինք։ Ինչ ժողովուրդ ջան, Լիդլում ենք։ Ասացի այսօր խանութի գները ցույց տամ, որտեղ արդեն մի 6 ամիս անցել է, ինչ-որ գները փոփոխված կլինեն, դե հետաքրքիր է, նայեք։ Օրանժի վրա 50% զեղչ է, 3 կիլոն 260, այս ինչա տանձը կիլոն 99 ցենտ է դառել, լուբնիկը 1 կիլոն 7 եվրո է, մանդարինը 240, так, սի մանգոն հատով է, հատը 1.89 է, սունց մեկ զեղչ էլ նմա, այս աստեղ էլ մանգո 2 հատը 3 եվրո է, ավոկան 1.39 հատը, կամ սենց փոքր են, բայց սենց 700 գրամը 3.19, կիվի, սի գոլդ սորտն է, 79 ցենտ, 55 ցենտով է սովորականներն է, որցի իտալական է, երկուսն է իտալական է, սենց տուփով որ առնում ես, արդեն ավելի էժան է, այսա նայեք, էսի 3.80, սենց 1 կիլոն, խաղող 2.70, 2.40, հացը կտրտած 2.89, так, գազար, կիլոն 1.40 է, հետո գազարը, սենցը 1.79, վարունգ հատը 99 ցենտ, ստեի վարունգը չեմ սիրում, համ չունի վաբշեմ, որով ես էլ բիոն է, 1.19, ասենց փոքր վարունգներ կան, այգ բայց գինը իսկան է, էլի կես կիլոն 4 եվրո, Պոմիդորը կիլոն 2.80, էրուկ, լավ ես? Չէ, հիվանդ է էրուկը, այս ստեի տորթերը, ինչ է, չիզկեյքեր են, 8 եվրո, սենց Բոլդը Բերլին են ասում, ինչ են ասում սրանց մեջը կրեմա, 2.75, էկլերն 2 հատը 2.75, սենց սալատ կա, 20% զեղչավեր են, մարոկական սալաթա, տենանք ստեղ ինչ կա, այսպես պատրաստի բուրգերներ 6 եվրո 6 հատը, հավիդոշ 10 եվրո կիլո կեսը, Լյան հավիդոշը կիլո կեսը 10 եվրո է վերցնեմ, հավիդոշ կերեք ժողովուրդ ջան, օգտակար է շատ, անլավան սպորտով զբաղվողի համար, 10 կեսմը հետը որսնեմ, հեսա այսքանը 10 եվրո, գտնում եմ հարմար գին է, հեսա նայք իշխան կա, 10 եվրո, 10 տեսնենք ստեղ, վсё, Էրիկը իջավ, ուրախ է, այդի պապան է ապրես, Էրիկը որ իջնում է, խելոք, չի մնում, բայց ուրախ է, Մասա ստեյքի միս, 5.5 եվրո կես կիլոն, այդ գտնում եմ ստեյքի հիմար բարակ է, Ստեղ պատրաստի ուտելիքներ է, տարբեր տեսակի սալատներ, ուտելիքներ տարբեր,
Երշիկ։ Երշիկ 400 գրամ 240։ Սենց նրբ երշիկը 350 գրամը 2.5 եվրո, ավելի մաչելի տարբերակներ կա, ուրիշ տուփերով։ Այնտեղ ցույց տվեցին հավի բուդիկներ։ Հավի բուդիկները 3.5 եվրո 600 գրամը։ Այս բդերներ կիլոն 6 եվրո։ Չէ, 31 կիլոն, իսկ ընդ 10 եվրոյով կիլո կեսն է։ Զեղչված է դե բարձային, դրա համար այդքան կին է էժան։ Հետո տեսնենք ստեղ ուրիշ ինչ կա, այդ մակարոններ, չգիտեմ, որ մեկին ծանոթ է, դե չէ, այս մակարոններ։ Մի անգամ փորձել եմ պատրաստում, շատ դժվար է պատրաստել, չէ, երիկ խելոք մնա, չի կարելի գնա։ Շատ դժվար է պատրաստել, դրա համար 4 եվրո է 12 հատիկը։ Քաշ չունի էլ ինքը թեթև բան անցանում։ Բայց ով չի փորձել, եթե Բելգիա եք գալիս կամ Ֆրանսիա, եթե չեմ սխալվում, ֆրանսիական է ինքը, ֆրանսիական քաղցրավենիք է, անպայման փորձեք։ Շատ համեղ է։ Սա ոնց որ միշտ ամեն շաբաթ ինչ-որ նոր բաներ են բերում։ Սա ձեռքի սեղոց, փուշուր, տարբեր բաներ են բերում։ Դիզելում, ծախում։ Սա սիկատր այս ճուղմուղ կտրես երևի։ Սրանից ունեմ։ Տարբեր ապրանքներ բերում են, ամեն շաբաթ տարբեր է։ Լիդելը ինքը իր ֆիրմա ունի, Spark Site է կոչվում։ Ամեն ինչ ունեն, էլի։ Այնքան շատ ապրանքի տեսականի կա, որ ֆիզիկապես անհնար է, էլի, մի անգամից խանութում բերել դնել ու միշտ ունենալ, դրա համար տենց ամեն շաբաթ փոխվում է, կամ մի քանի շաբաթը մեկ փոխվում է տեսականին, լրիվ ուրիշ տեսականի է գալիս։ Այս ինչ որ տալիսոս է։ Սվերլոներ են մեծ։ Տարբեր բաներ, ամեն գործիքից բռնած։ Ես օրինակ մի քանի տարբեր տեսակի գործիքներ ունեմ իմ ֆիրմայի։ Սենց ասեմ, որակով վատը չեն, 2 տարի գարանտիա է։ Լիանը սրանցից ունենք տունել, ոնց որ պրստում էր, ուզում ես մի 2 հատ վերցրու։ Հա, ինչ է ասում։ Մի քանի հատ գործիք ունեմ ու քանի որ 2 տարի գարանտիա երաշխիք կա։ Հանգիստ կարաս օգտագործես երաշխիքներն այս չի անկապ երաշխիք է, էլի, աշխատող երաշխիք է, պրոբլեմ ունեցար։ Ուղարկում ես կամ թազան ենք ես տալի կամ սարքում են։ Երիկ խելոք մնա։ Հենա արել եմ։ Լավ դե վերցրու հետո կդնաս տեղը։ Պստիկների հետ չի լինում առևտուր անել նորմալ։ Բիբարը կիլոն 3 եվրո է։ Տարդիր բանի մեջ։ Չես կարա բացես։ Չես կարա, մերը չի։ Դե առնես որ բացես։ Դե գնանք ասա նոր։ Так, տենանք ուրիշ, քաղցրավենիքը չգիտեմ ցույց տամ թե չէ։ Միկադո վերցնեմ մի հատ լիան։ Միկադո է։ Հա, բայց համով է Միկադո։ Ինչ տարբերություն որ Միկադոն ուր է, ինչքան է որ Միկադոն։ Հետ չկա ստա Միկադո։ Հա։ Այս բրաունիներն էլ է շատ համով։ Մեկու 79 առաջ մեկու 40 էր։ Ամեն ինչը թանկանում է։ Մա ժողովուրդ ջան։ Իրանք շատ խելացի են, էլի, տես քիչ են, կոպեկ են թանկացնում։ Սկզբից գիտես ոնց են անում, այդ նկատել եմ, էլի, գիտես ոնց է թանկացնում։ Ապրանքը թանկացնում են, վրենգից են քաշում, անում զեղչա այս շաբաթ ու 5 գնով ծախում են, որ մարդիկ սկզբից կան այդ նույն գնով առնեն ու ջոգեն որ զեղչով է այդքան, հետո որ թանկանում է, չեն ջոգում, որ խոսքի թանկացավ, էլի, մտածում են հա դե միշտ այդքան ա եղել, պրոստը զեղչով են առա իրանք։ Так, բրոկոլին կես կիլոն 1.35 է։
Ծաղկա կաղամբ 2 եվրոյա Tu veux quoi? Ok, allez, viens. Ասած բաներ էլ կա Ինչանունը մադլեններ են շոկոլադով մեկ է սովորական բավականին համեղ են ջեմերը իրանց ջեմերից մենակ էս մալինայի ջեմն է համով ու ինդուրը գալիս էլի սա ծիրանի ջեմ էլ կա ես չգիտեմ այդ իրանց ծիրանի ջեմը որտեղից իրանն է հաստատ այն չէ էլի իսկ մալինան Բելգիայում կա ու շատ լավն է Ici, maman va ici. ուրիշ հեսա Եմիշա 2.5 կիլո 2.5 եվրո մի կիլոն Անանաս, պստիկ անանասը 2.5 եվրո Սովորական անանասը էլ 2.5 եվրո Չջոգիմ լյան, պստիկն ու մեծն ու ինգինն է Բեբե անանասն ու մեծը Հադը, հատով է, անանասը հատով է Նուտելա, մի կիլո նուտելան 6 եվրո է, 6.15 Նայեք իրանց պիվաների տեսականին Ամենահայտնի բելգիական պիվան բոլորդ է երևի գիտեք որ սաղ աշխարհում վաճառվում է Ստելան Եթե ինչ-որ մեկը չգիտեր Ասպես Ստելա չեն ծախում Սաղ աշխարհում ծախում են Tu es venu sortir par là. Mais non, tu peux pas, mais on sort pas par là. Ինչ է եղել հելնում Հəլիան չկա Ստելա C'est là? Հա Սաղ աշխարհում ծախում են, մեր խանութում չեն ծախում Բելգիայում Խնդալու է, չէ։ Այստեղ ամենահայտնին էս Ժուպիլերն է, բելգիական։ Որ ֆուտբոլ նայում է, լավ տեսած լինի։ Հենց իրանց թիմի հովանավորն է, եթե ճիշտ եմ հիշում։ Այստեղ տարբեր մուրաբաներ, հա, էսի արդեն մուրաբա է, չէ՞ լիան։ Սենց մուրաբաներ է տարբեր հեսա։ Էսի ինչ է, էսի վիշնյա է, տոլի բալա, 1.45 350 գրամը, սի անանաս է, սենց կտրտած է սոկով, 1.35, ես էլ անանաս, բայց ես չեմ ամխի է տարբեր գինը, ճիշտն ասած, 1.29 է, չգիտեմ, ես էլ տելի տենց անանաս է, բայց սենց փոքր արած, որ մի անգամ բացես ու տես մենակ, սենց, թթու վարունգներ, Սենց կտրտածը 1.5 եվրո 300 գրամ, այսպես ծաղ նույն գինն է ոնց որ 1.5 եվրո տարբեր տեսակի, սենց փոքր մանր վարունգներ կա, էսի նայեք 1 եվրո, սենց մեծ բանկայով մանր վարունգներ թթու դրած վատը չեն ճիշտն ասած, հեսա սենց 99 ցենտ կտրտած թթու վարունգ, հեսա չկտրտած 1 եվրո Սենց մայնա դարած, ինչ են ասում, ոլոր են ասում, ինչ են ասում, 88 ցենտ, եսի գազարի հետ 99 ցենտ, սենց բանկեքով, տարբեր կա, սա լոբիա եսի, եթե ճիշտ եմ հասկանում, հա, լոբիա, սպիտակ լոբիա, սենց խմովի սուպերից է, որ բացում լծում ես բաժակի մեջ, խմում ես, 1.45, սենց սուպեր ես էլ է, սենց պատրաստի սուպա, 3 եվրո ձկան ֆիլեներ, ձուկ, տարբեր տեսակի ձկներ, Սի ալյուրն է 35 ցենտ, պեսոկը 69 ցենտ կիլոն, երևի Հայաստանի գներն է։ Ձուն 3.5 եվրո 12 հատը։ Կաթ, կակաոներ, ասենց 1.15 վատը չեն, մեկ ձմեռները առնում խմում ենք, կաթ 85 ցենտ լիտրը, տարբեր տեսակի, տարբեր ոնց որ յուղայնության, ասի, այդքան յուղոտը չի։ Այս էլ է բելգիական պիվա, հայտնի էլի, կդևի կիմանա, լև
բավականին հայտնի է ու լավ հիվանդներից է համարվում։ Երիք չի կարելի կջարդես գնաց է։ Ահա, այս շոուերի վրա զեղչ էր գիտես չէ, իրանց սայթով 20% զեղչ է, սա իրանց այսինքն շոուեր են բերում, իրանց ֆիրման է անունը ինչ էր։ Տարբեր տեսակի։ Այսինքն զտու զիբիլներ են բերել, բայց սպասի կասկա մի հատ երեխուն տնամ կա, ուզում եմ Երիկին մեր փուճուրին կասկա առնեմ, այն օրը փոքրեր են առանց պեդալների հեծանիվ առամ, որ արդեն սկսի սովորել էլի բալանս պահել է, դեստե տենց է, սկիբից դրանցով են սովորում, հետո արդեն պեդալով կարում են քշնել, ավելի հեշտ է, բայց շտոտը կասկա չեմ տնում, կամ լրի վաճարվել է, կամ եմ մյուս կողմում է կարող է, փոքր կասկա առնեմ, որ դոդոն չխփիսն են դե, չէ Երուկ, Երուկը խելոք է, Երուկը, ստե ահա, մոտս է, ուր ես գնում, սպասի պապայի մոտ մնա, գնում ես մաման, է գնա մաման, ահա, ստեղ լիքս ստաղաբեր գործիքներ կան այկեսի, բանա, շուրուպավի ուրթա երևի ձերի այսանց, վատը չի իրա բան, ասատ կեկներ հետը կա, ինձ փոքր գործեր անելու համար վատ տարբերակ չի, ինձ էլեմենտներ, որ կարաս գնես զայատքի հատուկ տեսակի է, էլի, աշխատեք շորեր, տարբեր շորի տեսակներ, նասկիներ, այսենց բան ինձի վավշետը պետք է, բայց հետո հիմա հավես չկա, այսենց բան ունեմ էլի, գործիք առել եմ իրանց մոտից, այս են ասատ կեկն է սաղ, հետո կարելի է ուսումնասիրել, նայեք շուրուպավի, ապսոս, այս է, 60 եվրո, 60 եվրո, հետն էլ ես ամեն ինչը կա, երկու հատ բատարի, զայադիշնիկով, ես առել եմ առանց զայադիշնիկ, առանց ոչի բան 20 եվրո, 60 եվրո, պրոստը, չգիտեմ, էլ ինչ կա, ես ասենց էլեմենտների տեսականի տարբեր, հիմնականում այդ 20-32-ն որ շատ է օգտագործվում, մեջը քանի հատ կա, երևի կվերցնեմ 5 եվրո է դարել, Լիան, այս սրանից վերցնեմ չէ, որ տունը լինի, դուր մեջը, կուսկուս պատրաստի տարբեր ջեմեր, գործիքներ, ուռերին, անից ունեմ տունը, ես ինչ է որ ունեմ ես ինչի մարը ամեն գործիք ունեն իրանք, ամեն ինչ կա, եթե չգիտեիք, ես Parkside-ի ռեկլամ անողը Schwarzenegger-ն է, ռեկլամ կա իր հետ։ Աղա տեսած լինեք։ Երիք։ Ոնց որ հիմնական բաները ցույց տվի, ես հատանա մի թե ուրիշ բան էլ կունի։ Ցույց կտամ ժողովուրդ ջան։ Սոկերը։ Մանգոյի սոկ 2 եվրո մի հատ վերցնենք, Բեղցի սոկ էլ կարել է վերցնել, 2 եվրո է դող սոկերը, երևի Հայաստանում էլ այդ գները, նռան սոկ, մի հատ վերցնենք լավ, չգիտեմ լավն է թե չէ, բայց քանի որ այդքան շատ չի լինում, Խնձորից բացի ուրիշ սոկեր ստեղ, так что պետք է վերցնենք։ Այդքան այդ սոկերի տեսականին։ Շատ են ուտում, պիցան է տարբեր 2, 3 եվրո, 4 եվրո, 5 եվրո, տարբեր գների։ Հա, 12 եվրո,
սիրում ես, առ։ Այսա նայեք, տենց մեծ շշով ջուր, 1.19, 5 լիտրանոց շիշա։ Այսի սենց, ինչ են ասում, թուղթ է, էլի, խոհանոցի թուղթ էլի, տենց ոնց որ, 275 է 3 հատը։ Ժամանակին քիչ ավելի էժան էր, հետո այդ կռիվ մռիվը սկսավ Ուկրաինայում։ Այսա 5 եվրո 10 ռուլոն զուգահանի թուղթը։ Pampers մենք հենց այս լուպի ֆիրման ենք առնում մեր խմար։ Որակով նույնն է ինչ-որ, չգիտեմ, Pampers ֆիրման կամ ուրիշ ֆիրմաներ, պրոստը բրենդին ես ավել փող տալիս։ Գներն հարմար է շատ, հեսա 9 քանի, հեսա 7 ռազմեր, 56 հատը 5.5 եվրո։ Բաս շամպուն ատում։ Մի կես շամպուն չկա էլի, համոչ։ Ուր էր ես շամպունը, դուց վերցրե։ Ես ուր դուց ես վերցրե, կյանք։ Հա? Չեմ տենում ուր դուց վերցրե։ Չէ, դիտեղ է կյանք, չէ։ Վայ Երիկ, վայ, խելոք չի մնում։ Հմել ուրիշ վերցրեց։ Երիկ, տանելու եմ տուն ես ակեզի, խելոք մնա, այշում։ Մեկը չգիտեմ ու դուց վերցրե։ Արդեն սալֆետկաները, սա անձերոցիկ 79 ցենտ առաջ ավելի էժան էր։ 200 հատ։ Մամա, այդ վերցնենք, Լեո դեմի ձենը հանի դրա։ Մի չես կարա դե իրա ձեռոց բան վերցնես։ Այս էլ տենց շան կատվիկերի բաժինն է, չգիտեմ արժի ցույց տամ թե չէ։ Տարբեր տեսակի ուտելիքներ է, շաների, կատուների համար։ Չգիտեմ, գները հեսա տեսեք։ 10 կիլոն 8.5 եվրո շանկեր, ես էլ է շանկեր, սենց մեծ, ինչ անունը դրա, 1.40, ես որ շուն կատու չունեմ, չգիտեմ, գները ոնց տա նորմալ է, նորմալ չի։ Ով որ կունենա, իրա համար կավա հետարկել լինի։ Սելիսոկեր, ջուրը դստայից ստեղ առնում ենք, ասա, 2 լիտրանոց շիշը, 38 ցենտ, դրամով չեմ ամ, 160 դրամ, 170 դրամ, ասա, կոլա մոլ անել ցույց տամ ձեզ, երևի այդքանով վերջացնենք, դա տարբեր սնակեր կա, կամիչներ, նուշ, պոպոկ, պնդուկ, չիպսեր, սենց կոկա-կոլան, 2 լիտրանոց կոլան, 270 սովորական 2 լիտրանոց կոլան, 295 եթե ճիշտ եմ հանել։ Ես էլ իրանց ֆիրման է, Freeway, ոնց որ չգիտեմ Հայաստանում հայ կոլան է կամ տենց ինչ-որ բան, այս խանութի ֆիրման է, ամեն խանութ համարյա իր ֆիրման ունի։ 2 եվրո է, այս սաղ, կամ այս մի հատը 79 ցենտ, տարբերությունը գնի շատ է, էլի տնում եք, օրիգինալ կոլայի ու էսրա։ Այդքանով ժողովուրդ ջան, ամենահիմնական բաները լրիվ ցույց տվեցին։ Ինչ-որ բան բաց թողեցի։ Կամ ձեզի հետաքրքիր է։ Գրեք մեծ սիրով կպատասխանեմ կամ կնկարեմ ցույց կտամ ձեզ։ Այսօր շատ լավ եղանակ է Բելգիայում։ Մարդը չգիտեմ, չի ուզում տուն է թայել, արև, ցուրտ չի 10 աստիճան։ Այս էլ մեր առևտուրը։ Վերջում ցույց կտամ ինչքան բռնեց։ Սենց որ նայում եմ երևի մի 70-80 եվրո մինիմում։ Հա, չենք վերջացրել։ Լավ։ Դե մենք վերջացնենք կնկարեմ ինչքան բռնեց։ Ու ինչ առանք վերջում, հիմնականը էսա, հոսա նայեք։ Մեր ամեն շաբաթվա այդ մեծ առևտուրն է, ընթացքում էլի գնում ենք, առևտուր անում ենք։ Երիկ աման ես լվում, չի կարելի բացել։ Անցած անգամ բացեցիր, խմեցիր, համով չէր։
Լավ դե։ Դե կնկարեմ։ Մենք ժողովուրդ ջան այսքան արետու այցին 120 եվրո։ Այ քիչ լավ եղանակ այսօր Բելգիայում։ Բայց խմես։ Ասա տեղավորենք, շարժվենք տան մոտ, միտեղ այգի մայգի գտնենք, երեխեքը մի քիչ խաղան։ Համա։ Խմի։ Աման։ Գնացինք ժողովուրդ ջան։ Հիմա էլ եկանք մեր տան մոտի պարկ է, այս պարկը նոր են սարքել։ Այս տարի է բացվել։ Նայեք ինչքան երեխա կա։ Այստեղ արձակուրդներ է, ինչ որ բոլորի մոտ մի շաբաթ արձակուրդ է։ Եղանակն էլ լավ է, սաղ երեխեքը հիմա ստեղ են։ Թաղման։ Մեր յանքեր են ընդը։ Այ, տենց։ Քիչ երեխեք խաղան, նա դպրոցներում էլ երեխեք կա չեմ անում ինչ առիթով, բայց օրենքով դաշ չկա, բայց երեխեք են եկել խաղում են, ինչ են անում չգիտեմ, չի երևում։ Մեր պստանստը պետք է գալի ան։ Երիկին ընդեղ մնգո ենք գրել ընդեղ, բայց չգիտենք ստեղ կգա, երկու հատ մնգո ենք գրել, գնանք որ մի տեղ է կգա։ Կարող է մի տեղ է, թե չէ, մի տեղ առաջին ենք գրել։ Հենց մի քիչ երեխեքը կխաղան։ Հետո գնանք տուն։ Այսօր Լիաննան ռանդևու ունի համասեփականատերերի հանդիպում, մենք Բրյուսելում բնակարան ունենք։ Բնակարանատերերի հանդիպում ալնելու, ինչ որ հարցեր քննարկեն, ինչեր անեն, չգիտեմ, չեմ խառնվում այդ գործերին։ Որ երկար չենք կարա մնանք, երևի մի 20 րոպե կես ժամ կմնանք, երեխեք կխաղան, հետո զորով, ծեծելով կտանենք տուն։ Դες բանը ժողովուրդ ջան, այսօր մեր վիկենդն է, սենց ենք անցկացնում։ Թե ինչ-որ ուրիշ հետաքրքիր բան լինի, անպայման կնկարեմ, ցույց կտամ։ Առայժմ այսքանը, լավ եղեք, լավ մնացեք։